Համեցեք ներս։ Այս նախագիծը մեր մոդուլային դպրոցի նախագիծն է, մինչև 44 աշակերտի կարողությամբ եւ այստեղ ինչ որ տեսնում եք մոդուլային այս նախագծերը գրեթե բոլոր տեղերում կա որ մի քիչ տեղերը փոխվել են դահլիճի այս կողմ բանը ճաշարանը մյուս կողմ, բայց ընդհանուր առմամբ էս է։ Եվ սա մենք կարևոր ենք համարում, որ երեխեքը նաև դպրոցներում ստեղծագործելու տարածք ունենան, քննարկելու տարածք ունենան, բայց մենք կարևոր ենք համարում, որ այս տարածքները ծառայեն նաև համայնքին, բնակավայրին եւ դասապրոցեսներից դուրս եւ մարզպետարանին եւ նախարարությանը եւ դպրոցի տնօրինացիանը հանրահայտման տրված է, որ նաև համայնքի հանրությանը ծառայի, այսինքն հասանելի լինի ամեն ինչը ընդ որում եւ քննարկումների համար։ Կրթական այն տարածքը, որը օրինակ չունի մարզադահլիճ, X պահի մենք դեռևս դպրոց պետք է չհամարենք։ Եվ որպես այդ տարածքը համարենք դպրոց, պետք է ունենա միջոցառումների սրահ, մարզադահլիճ, որովհետեւ եթե դպրոց չունի մարզադահլիճ, ինքը ո՞նց է դպրոց։ Որտեղ մենք խոսում ենք կրթության մասին, բայց մարմնակրթությունը, սեփական ակտիվ ապրելակերպը, սպորտով զբաղվելը այդ կրթության շատ կարևոր մի հատված է։ Եվ այդ կենսաբանության լաբորատորիան, այս լաբորատոր գույքերն են, սրանք միջանց իման բոլոր դպրոցներն են, չէ՞, որոշակի չափանիշներ։ Ֆիզիկայի եւ աշխարհագրության կողմերն նաև որոշակի լաբորատորի կողմ Այսինքն լաբորատոր սարքավորումները կան, արդեն նկատվում է, որ օգտագործվում են, տեսեք։ Այստեղ էլ ինֆորմատիկայի արմատ լաբորատորիան է եւ ինֆորմատիկայի կաբինետն է, ինչպես տեսնում եք, դպրոցում արդեն երեք տպիչ կա, շախմատ են պարապում եւ գրադարանային հատվածն է այստեղ։ Ինֆորմատիկայի տեխնիկան դրի նոր վիճակում։ Այսինքն սկզբում հետևյալն է, որ բացի արմատ լաբորատորիան եւ նախկին ունեցել են, դա կազմակերպության հետ աշխատում են, մնացած ամբողջ գույքը օգտագործված վիճակում հանրապետ դպրոցի։ Իհարկե գնդակը մարզագույք հաթոռը կմաշի եւ մենք ուզում ենք որ մաշի, որ երեխեք օգտագործեն, երբ որ կմաշի միջև ենք հետը որ օգտագործելի չլինի, դպրոցները նորը Հայ միջալով մեր մոդուլային դպրոցները, բոլոր դպրոցները ֆոտովոլտային կայաններ ունեն, որտեղ իհարկե էլեկտրաէներգիայի խնայողությունը բյուջեով հատկացված միջոցների խնայողություններ են տեղի ունենում, կարակ գնդակները, որ մաշում են այդ փողից նոր գնդակ առեք երեխեքին, մի խնայեք եւ թող երեխեքը միշտ նորմալ գնդակ ունենան։ Եթե չեք հնարավոր չի, ինձ ասեք, ես կառնեմ ուղղակի։ Գարնանը վստահ են որ կբացի։ Բայց դեռները տանիքի զանգակատուն ինչեր կարող է կարող։ Բայց երևի գարնանը, ասենք սուրբ զավքի առիթով երևի արդեն պատրաստ պետք է։ Հատար մեկի հանդարում։